Բարի երեկո, ուղիղ եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, այսօր ծրագրում առաջարկում ենք։ Երևանյան զբոսանք, մարզային հանդիպումներ, քարոզարշավի 9-րդ օրը քաղաքական ուժերը ընտրողներին շարունակում են հորդորել, համոզել, որ լավագույնը հենց իրենք են։ Քաղաքացիական պայմանագրի առաջնորդ Փաշինյանը այսօր արտաքին կողմնորոշումներից է խոսել։ Գնալ ամեն անգամ նույն փոստի վրա կանգնել, պարզապես չի կարելի։ Ինքը քաղաքապետ է, ոչ թե մայկատ ռուսիկ տպող։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը հարցականի տակ է դրել իշխանության վերջին 8 տարվա գործողությունները։ Եվրոպան իր գլուխը չի կարող բայել, ցավը տանում։ Միասին Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կրկին թարմացրել է կոշտ բառապաշարով հեռակա բանավեճը Փաշինյանի հետ։ Մենք գտնվում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր տեսակետը հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ։ Ռոսել Խոզնադզորը պատրաստվում է ստուգել մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց արտադրանքի առաքումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան, իսկ այս շաբաթ Պեկին այցելած Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը Սի Ցինփինի հետ հանդիպումը հսկայական հաջողություն էր համարել։ We made great deals, we did great trade deals, we have great relationships. Քարոզարշավի 9-րդ օրը քաղաքական ուժերը շարունակում են հանդիպումները, մարզային այցերը ընտրողներին հորդորելով, համոզելով, որ լավագույնը հենց իրենք է։ Իշխող քաղաքացիական պայմանագրի առաջնորդը վաղ առավոտյան մայրաքաղաքի փողոցներով էր զբոսնում, նոր տրոլեյբուսները ցուցադրում, աղբ հավաքում, մշակութային կյանքը քննարկում քաղաքապետ Ավինյանի հետ։ Հետո արդեն դահլիճային հանդիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության նրբություններից է խոսել։ Այս անգամ էլ քննադատության թիրախում ՀԱՊԿ-ն ու Բելարուսի նախագահն էին։ Օրվա ընթացքում Փաշինյանը հասցրել է նաև շփվել երևանցիների հետ։ Եղան գրկախառնություններ, լուսանկարվելու փորձեր, բայց բոլորը չէ, որ ուրախ էին Փաշինյանին հանդիպելուց։ Երևան քաղաքի համար բյուջեով գնված 44 տրոլեյբուսները մինչև երթուղի մտնելը հայտնվեցին քաղաքացիական պայմանագրի նախընտրական երթուղում։ Դրանք կարմիր ժապավենով շարված էին քաղաքի կենտրոնում, ճիշտ այն օրը, երբ Փաշինյանը քարոզի էր քաղաքի կենտրոնում։ Հիմա մոտենում ենք մեր այսօրվա քայլերթի առաջին կուլմինացիոն կետին, այն է տրոլեյբուսներին։ 44 տրոլեյբուսները, որոնք արդեն մայիսին դուրս կգան երթուղի։ Փաշինյանը թիմակցի արձակուրդում գտնվող քաղաքապետ Ավինյանի հետ նոր տրոլեյբուսի հնարավորություններին են ծանոթանում։ Այո, կատարվեց, տեղի ունեցավ։ Հուսահատության գազելի էջը համարում փակված, ինչեր կանեին, եթե նախկինները տրամվայի գծերը ծախած չլինեին։ Իսկ տրոլեյբուսը շատ լավն է, հարմար ոչ միայն ուղևորների համար։ Վարորդի աթոռը կարող է նույնիսկ մերսել վարորդին։ Այո, եւ այս ամբողջը դուք եք ֆինանսավորել, պարոն վարչապետ։ Հավանաբար կառավարությանը նկատի ունենալով առաջնորդին է շոյում Տիգրան Ավինյանը, որպես կուսակցականներ մտակ տրոլեյբուս, թե արձակուրդում գտնվող պաշտոնյաներ։ Ցանկանում էինք ճշտել Ավինյանից, նա սակայն հարցազրույց է տալիս միայն ուղիղ ռեժիմում։ Ականատես դիտորդական առաքելության համակարգողը ՔՊ քարոզին տրոլեյբուս խառնելը խնդրահարույց է համարում ընտրական բարեվարկության տեսանկյունից։ Ես այստեղ ռիսկեր եմ տեսնում ավելի շատ պետության ու կուսակցության տարանջատման տեսանկյունից, եւ մեր ներպետական օրենսդրությունը եւ միջազգային ստանդարտները շատ հստակ տրամաբանություն ունեն, որ պետությունը եւ կուսակցությունը չպետք է միաձուլվեն եւ պետության կատարած գործերը չպետք է սովորաբար ներկայացվեն որպես կուսակցության ձեռքբերումներ մանավանդ քարոզարշավի ժամանակ։ Նախընտրական այս փուլում խեղաթյուրվում է մրցակցային դաշտը, շեշտում է Մերի Մինասյանը, հիշելով նաև վարորդական վկայականներից զրկված քաղաքացիներին տված Փաշինյանի այսօրվա խոստումը։ Մեկ տարին լրանալուց հետո կարող են վերականգնել վկայականն առանց քննության, բայց ոչ թե 13, այլ 6 բալով։ Վարորդներին սա շատ դուր եկավ, ուրեմն Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանն աջակցության ու սիրո բազմաթիվ խոսքեր լսեց։
Մի քանի ելույթներ այն մասին, որ Հայաստանն այլևս դարդոտած չէ, ուրախ է, ծայրամաս չէ, կենտրոն է, խաղաղություն է, որ պիտի խնամենք, ապօրինի գույքը վերադարձվում է, Ծառուկյանի փեսայի տունը հիմա բոլորինն է։ Այլևս ձեր սեփականությունն է, որ մեր վարչապետը ասել է, ուրեմն մերն է։ Այս տիկինը Սիրելի Փաշինյանի հետ հանդիպման էր եկել նրան նկարով։ Ես իր հետ քայլել եմ մինչև հիմա։ 2007 թվականից ես իր երկրպագուն եմ, հավատարիմ է իր։ Ես սիրում եմ իմ վարչապետին շատ։ Մեկ այլ քաղաքացի հուզվում է վարչապետի հանդեպ սերն արտահայտելիս։ Այն մարդ իրա ցավը տանեմ, էլի մեզի ահագին օգնել է։ Լացել է գալի։ Այս տղամարդը նոր-նորքից է կենտրոնից էլ, որ մի քիչ քայլի կողքով։ Վարչապետի երկրպագուն եմ եւ առիթից օգտվելով ուզում եմ հաղթանակ մաղթել իրեն։ Նոր տրոլեյբուսները նույնպես տրամադրություն են փոխել։ Այսօր հրապարակում տեսանք 45 նոր տրոլեյբուսներ։ Ում համար է դա։ Մի երկրի մեր ժողովրդի համար։ Միթե կարելի է անտեսել կամ կուր լինել չտեսնել։ Եղան նաև քաղաքացիներ, որ ջերմ չընդունեցին քաղաքացիական պայմանագրի առաջնորդին։ Այս մարդու տրամադրությունն անմիջապես ընկավ Փաշինյանին տեսնելիս։ Բարև ձեզ։ Լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Ինչի։ Որտեղ ձեզ տեսա։ Ոչինչ։ Լավ որ ենք ձեզ մաղթում։ Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան ում ուզում եք տեսնել։ Հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ, լավ եղեք։ Միկին հրաժարվեց քարտեզն ընդունել, համարեց կիսատ։ Շնորհակալ ենք, կիսատ Հայաստան։ Այս տղամարդն էլ ուզում էր իմանալ, էլ ինչ է հանձնվելու։ Ուղղակի բոլորս իմանանք, բոլորը քվեարկելով մի քիչ տարածենք հանձնելու։ Ոչ մի բան Հայաստանի ինքնիշխան տարածքից Փաշինյանը բացատրեց կոնֆլիկտի էջը փակված է։ Տղամարդը սակայն Արցախի էջը չէր փակել։ Եղբայր, դու ես թրջվում։ Բայց չկտես չհիվանդանաս։ Բարլուց ձեզ։ Օրվա մի մասը քարոզարշավն անցավ Հորդառատ անձրևի տակ, որ օրը ջրային է լինելու Փաշինյանն առավոտից էր գուշակել։ Ոստիկանությունը Լոռու մարզում 10 քաղաքացու է ձերբակալել եւ ներկայացրել նախաքննական մարմին։ Նրանք կասկածվում են քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Նաշիր խոշորացված համայնքի երկու բնակավայրերում, Մերձավան եւ Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում ծնունդով Լոռեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ԿՊԱ-ական ավտոերթի մի խումբ մարդիկ դիմավորում Սամվել վարչապետ վանկարկումներով եւ երգով։ Ուժեղ Հայաստանի ղեկավար Սամվել Կարապետյանը Տաշիրից է։ Նախապես հայտարարված երթուղով քաղաքացիական պայմանագիր կուսակցության երթը մի խումբ սադրիչներ փորձեցին ընդհատել, կարծում եմ նրանցով կզբաղվեն իրավապահները։ Այսօրվա զգուշացումս լավ չհասկացան։ Ճանապարհ, Նիկոլ, վարչապետ, Նիկոլ։ Հելեքշի, շիձա, սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հիմա դուք հանցագործություն եք կատարում։ Այս պահին դուք կատարում եք քրեորեն բաժելի արար։ Հարգելի ոստիկաններ, կարգի հրավիրեք կարգազած խուլիգանների։ Բացեք ճանապարհը։ Ճանապարհը բացեք, հետևից։ Պիկապի հետևից։ Մենք քաղաքական դասը կտանք ձեզ ցուցում տվողների։ Ավելի ուշ Երևանի նոր քվարչական շրջանում քարոզարշավի ընթացքում ուժեղ Հայաստանի ցուցակագլխավորող Նարեկ Կարապետյանը դիմեց պաշտպանության նախարարին։ Հայաստանում մենք ունենք մի պաշտպանության նախարար, պարոն Պապիկյանը։ Ես ինքը մի քանի անգամ մեզ անդրադարձել է վերջին ժամանակները, բայց քանի որ մեր երկրի պաշտպանության նախարարն էր, չէինք ուզում անդրադառնայինք։ Ամեն դեպքում մեր ժողովուրդը, մեր զինվորները իրար կառավարման տակ են ծառայում։ Ու չէի ուզում անդրադառնալ։ Սուրեն ջան, ամեն անգամ ես չեմ ուզում անդրադառնամ, դու էլի մի բան ես ասում, չեմ ուզում անդրադառնամ, էլի մի բան ես ասում։ Մի արա։ Դու Վահագը չես, դու այն մյուս տղեն չես։ Դու գյուղի նորմալ տղա ես։ Մի արա տենց բան։ Իրանք ոչ գեղ ունեն,
ոչ պապ ունեն, ոչ բեղ ունեն։ Մի հատ պայուսակ են վերցնելու գնան, մենք մնալու ենք ու իրար նայելու ենք, մի արեք տենց բաներ, ուրիշ բան չեմ ասում։ Իսկ այսօրվա քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանը շեշտը դարձյալ դրել էր աշխատատեղերի վրա։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժը տնտեսական մեծ խոստումներ ունի։ Օրինակ 5 տարում 300,000 աշխատատեղ կստեղծեն, բայց չեն հստակեցնում ինչպես։ Դեռ 30 տարի է գալիս ենք եւ դեռ 30 տարի մնացել է մի հարց, աշխատատեղերի հարցը մեր հայրենիքում։ Նորմալ վարձատրվող աշխատատեղերի հարցը։ Եթե այդ հարցը այսօր լուծված լիներ, մենք ուրիշ բանից կխոսեինք, բայց 95 տվին, 98 տվին, 2005 տվին, 2008 տվին, 2015 տվին, 2018 տվին, այմարդ նույն դասարան ենք, աշխատատեղերի մասին ենք դեր խոսում, որովհետև չկա տնտեսագետ ղեկավար, մեր երկրի հարցը լուծելու համար մեզ պետք է տնտեսական գործիչ, տնտեսագետ ղեկավար, այսօր այս մարդը, ով մինչև Այս մարդը չէ, մյուս մարդը, չի զբաղվել քաղաքականությամբ, ցանկություն է հայտնել զբաղվել իր երկրի շենացման փոփոխությամբ։ Երբ ասում եմ երկրի շենացման, մի քիչ քաղաքական է հնչում, բայց ինքը քաղաքական գործիչ չի, իր խոսքերը որ լսել, քաղաքական գործիչների նման չի ֆռացնում։ Ինքը կարճ է խոսում, ուղիղ է խոսում, բայց դրանից հետո գործ կա։ Հիմա մենք պետք է այս դասարանը անցնենք, մենք 7-րդ դասարանը պետք է անցնենք 8 ընդունվենք։ Եվ դրա համար պետք է փոխենք երկրի առաջնորդին, վերցնենք մի առաջնորդ, որ աշխատատեղերի հարցը կլուծի։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կրկին թարմացրել է կոշտ բառապաշարով հեռակաբանավեճը Փաշինյանի հետ։ Արարատի մարզում էր այսօր իրականացնում քարոզարշավը երկրորդ նախագահը, երբ նորից անդրադարձավ ոչ գրական բառապաշարով մեղադրանքներին։ Նաև մեկ պահանջել ներկայացրեց իշխանություններին, հրապարակել 44-օրյա պատերազմի բոլոր զոհերի անունները։ Հայաստան դաշինքը նախընտրական քարոզարշավով այսօր Արարատի մարզում էր, բացօթյա հանդիպումներ սկսեցին վեդիից։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը նախ նկատեց, թե մթնոլորտը մի քիչ սառն է ու առաջարկեց տաքացնել։ Եղանակից թե ինչ սա մի քիչ սառացենք։ Մի հատ տաքացնենք օդը։ Միասին։ Երկրորդ նախագահն այսօր էլ շարունակեց կոշտ քննադատությունը իշխանությունների հասցեին։ Չնայած ըստ տարբեր հարցումների իշխող ուժի վարկանիշը իր ղեկավարած ուժի վարկանիշից բարձր է, Քոչարյանը հայտարարեց, թե շատ է մտածել այս իշխանություններն էլ ինչ են անելու, որ Հայաստանում այլևս իրենց աջակից ոչ մի մարդ չմնա։ Ինչ վատ բաներ հնարավոր էր անել, արեցին։ Հրահրեցին պատերազմ, պարտվեցին։ Տվեցին 5000-ից ավել զոհ, վիրավորներ, հողեր, հասան Հայաստանի հողերին, Հայաստանի հողերը տվին։ Հիմա էլ ինչ կարող են անել։ Երևի մնացել է մեկ բան է, ժողովրդին սոված թողել։ Քոչարյանը, որ ընտրողներին խոստանում է վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները, այսօր այդ հարցին էլ անդրադարձավ։ Այս երկու օրը լեզվին են տալիս Ռուսաստանի դեմ։ Հիմա մենք ինչ ենք ուզում, ոնց ենք ուզում ապրել ընդհանրապես, չունենալ բարեկամ, չունենալ դաշնակից, լինել մենակ այստեղ, ամբողջ հույսը կապել Ալիևի կամքի հետ, Ալիևի կմաչույքի հետ, սա ենք մենք ուզում։ Թեև Մոսկվայից պարբերաբար հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև, Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, թե ընտրության պահը դեռ չի եկել, իսկ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրներ չեն տեսնում։ Այսօրվա քարոզարշավին Ռոբերտ Քոչարյանը խոսեց իշխանության ու ընդդիմության միջև բանավեճի առիթ դարձած ևս մեկ թեմայից՝ 44-օրյա պատերազմի զոհերի թվից։ Նրա քաղաքական այս ուժը պնդում է, որ հայկական կողմը 5000-ից ավելի զոհ է տվել։ Իշխանությունները տարբեր մակարդակով հակադարձում են ու պնդում, որ ընդդիմադիրները նախընտրական այս ժամանակահատվածում թիվը ուռչացնում են։ Նախօրեին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր ընդդիմադիրներին սրիկայության մեջ մեղադրել ու ևս մեկ անգամ պատերազմի զոհերի պաշտոնական թիվը հրապարակել։ 44-օրյա պատերազմի գործերով, քրեական գործերով 3833 է,
որից 78 անձ քաղաքացիական անձ են եւ 3755 զինվորական։ Այս թվի մեջ չկա անհայտ կորածների թիվը, դրանց թիվը մոտավորապես 160-ի է հասնում եւ մենք չենք կարող իրենց ներառել այս թվի մեջ։ Հիմա հարցադրումը հետեւյալն է. իմ կողմից դուք դրա այդ երիտասարդներին, որ զորակոչել եք, զինկոմիսարիատներով ցուցակներ ունեցել եք, թե ոչ։ Մարդիկ անուն ազգանուն ունեցել են, թե ոչ։ Հիմա ասում ենք, հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, մեր հերոսներին հարգեք, տպագրեք, մի հուշամատյան սարքեք, թող բոլորը իմանան, թե ինչ է, եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք։ Երկրորդ անգամ Փաշինյանի ուժի հետ ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր առաջնորդը նորից կրկնեց, որ գործող իշխանությունները պայքարում են հայի ինքնության դեմ ու պնդեց. Մեր հայրենիքը մեծ չի, շատ ավելի մեծ էր։ Հիմա շեշտակի խուզել են, հիմա այն քարտեզնել օրդերելա, դա էլ մի քիչ էլ դա է խուզած։ Եվ քիչ այս ամենը դեռ հրապարակային հայտարարում են, որ ադրբեջանական ինչ որ հողեր դեռ մեր վերահսկողության տակ է։ Ասում էստի համեցեք են անում պատերազմի համար։ Կամ փորձում են նախապատրաստել մեր ժողովրդին հետագա հողային զիջումների։ Հաշտ ենք մենք սրա հետ։ Ոչ, կարծում եմ հաշտ չենք։ Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում են, թե ադրբեջանցիների վերադարձի հարցը Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում է, չնայած Բաքվից պարբերաբար նման պահանջ հնչում է։ Քոչարյանն այսօրվա ելույթում չխուսափեց նախորդ անգամ կիրառած վիրավորական բառից ու եւս մեկն ավելացրեց։ Այս երկու օր առաջ էր, որ ասացի այս համբալ բառը բան դարավ, չէ՞, մի քիչ շրջանառության մեջ մտավ, ահավոր նեղացան։ Շատ նեղացան, բայց հեչ չեն նեղացել մեկ արտահայտությունից, որ ասել եմ Ալիևի տուզիկն է, չի նեղացել, որում կապ չունի, թե այդ մարդուն դու ինչ ես ասում, Ալիև բառը կպցրու, ամեն ինչ մարսելու է, հիմա չգիտեմ, լավ է համբալնես, թե Ալիևի տուզիկը, Ալիևի համբալը դա երևի սա ընդունելի կլինի, սա կլինի ընդունելի Նիկոլ Փաշինյանի համար։ Անցած անգամ Փաշինյանը նույն բառով էր պատասխանել Քոչարյանին, Հայաստան դաշինքի վերջին կանգառն այսօր արտաշատում էր։ Դհոլ զուրնայի ու ավանդական հյուրասիրության ուղեկցությամբ Բարգավաճ Հայաստանի քարոզարշավ այսօր հասավ Արագածոտնի մարզ, բայց տոնական մթնոլորտի ներքո Գագիկ Ծառուկյանի ուղերձները կոշտ էին։ ԲՀԿ-ի առաջնորդը հարցականի տակ դրեց վերջին 8 տարվա իշխանության գործողությունները, քննադատեց իշխանության թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը, վերապահումներ հայտնելով նաև Հայաստանի եվրոպական ձգտումների առնչությամբ։ Տիգրան Ավինյանի հերթական ստեղծագործությունը շատ պարզ, որ այսօր պետք է մեր այսօր հիմնականում քաղաքապետը, որ իմանա ինքը քաղաքապետ է, ոչ թե մայկա տրուսիկ տպող, որ հաճոյանա վարչապետին։ Նա այդ հաճոյանալը պետք է հաճոյանա Ավինյանը, երևանցիներին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը Երևանի քաղաքապետի այս ստեղծագործական մտքին այսպես արձագանքեց. Շապիկին պատկերված եռագլուխ հրեշը ըստ ԿՊԱ-կան մեկնաբանության ընդդիմադիր մրցակիցների գործարարներ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերային միասնության խորհրդանիշն է։ Վարչապետ Փաշինյանին այս շապիկն այնքան էր դուր եկել, որ իր էջում էր տեղադրել։ Ծառուկյանն էլ դրան պատասխանեց, հիշեցնելով Ավինյանի ու Փաշինյանի օդու մնացած մեգախոստումները։ Այսքան ժամանակ նա պետք է կառուցել մետրոների կայաններ, մետրոներ, թունելներ, ճանապարհներ, ոչ թե տրուսիկ մայկատպել, որ Նիկոլ Փաշինյանը ասի հալալա։ Ավինյանն էլ, Նիկոլ Փաշինյանն էլ, որ նոր էին եկել իշխանության, ասում էին Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Մենք չենք եկել Արցախը հանձնելու համար, Արցախ Հայաստան ու վերջ։ Կար ժամանակում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանն է ու վերջ։ Ծառուկյանի այս մեկնաբանությունից հետո Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում զգուշացրեց, հենց արձակուրդից վերադառնա կզբաղվի ապօրինի շինությունների հարցերով։
Ավարչապետ Գագիկ Ծառուկյանն ինձ կոչ արել գնալ զբաղվել քաղաքային գործերով։ Մայկատրուսիկի փոխարեն ես կարծում եմ հենց արձակուրդից վերադառնամ։ Արձակուրդում եմ ուղղակել, հիմա բայց անպայման հենց վերադառնամ մի հատ դապոյի շինություններով ակտիվ գործունեություն։ Իհարկե։ Թե ինչու այս 8 տարվա ընթացքում ապօրինի շինությունների հարցը իշխող ԿՊ-ն չի ավարտել, Փաշինյանն ու Ավինյանը չքննարկեցին։ Ժողովուրդ ջան, 8 տարի է, ասեք մի բան, որ արվել է։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդն այս հարցի պատասխանն այսօր էլ փորձում էր լսել Արագածոտնի մարզի բնակիչներից, ինչ խոստացան հակառակն արեցին։ Համայնքներում կրկնում էր Ծառուկյանը Փաշինյանի տապալված խոստումները հիշեցնելով։ Ինչ են արել ժողովրդի համար։ Աշխատավարձ բարձրացել, աշխատատեղ եղել է։ Ղարաբաղը հանձնել ենք, էլի հանձնում ենք, էլի պետք է հանձնենք։ Ինքն էլ էր ժամանակին հավատացել հեղափոխության առաջնորդ Փաշինյանի գեղեցիկ խոսքերին ու հետո համոզվել, որ չի կարողանում խոսքին տեր կանգնել։ Արագածավանի բնակիչների հետ հանդիպմանը խոստովանեց Գագիկ Ծառուկյանը։ Ես նույնպես ասենք, թե որը անհրաժեշտ տեղ է հեղափոխության, որ կանգնել եմ ժողովրդի կողքին եւ արցել եմ ում եք ուզում։ Ասլեն Նիկոլ Փաշինյանին հրապարակում են եղել։ Պետական միջոցները ճիշտ ու հասցեական ծախսելու բոլոր ձևերը գիտենք, ծանոթությունն էլ, փորձն էլ, ծրագիրն էլ ունենք։ Արագածոտնի բնակիչներին վստահեցնում էր նախկին падգամավորը։ Ունենք ծրագիր, ունենք փորձ, ունենք ծանոթություն, ունենք ցանկություն, որ դա կարանք մենք կյանքի կոչենք անմիջապես իրականացնենք, որ եղած գումարները ճիշտ նպատակին ծառայի, որ մարդիկ դա զգան։ Հայաստանի անվտանգությունն էլ, հայ-ադրբեջանական խաղաղությունն էլ Ծառուկյանն իր ծանոթություններով է երաշխավորում, որ կանի։ Ծառուկյանի աշխարհաքաղաքական կապերից հանրությանը հայտնի է հատկապես Բելարուսի նախագահի հետ մտերմությունը։ Առանց կապի հարց կարաս լուծես դու։ Կարող եք Չինաստանին, Ամերիկային, Ռուսաստանին։ Ես Չինաստանի հետ կոմունիստական կուսակցությունն ենք համագործակցում արդեն 20 տարի, եթե դու չգիտես ասեմ։ Ռուսաստանի Եդինա Երասի հետ մենք համագործակցում ենք 20 տարի։ Նրա պատկերացմամբ իր կապերով հակառակորդ գերտերություններն ու այլ պետություններ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը կհավաքվեն մեկ սեղանի շուրջ ու կերաշխավորեն հայ-ադրբեջանական խաղաղությունը։ Ծառուկյանը Փաշինյանի ու Ալիևի նախաստորագրած խաղաղության պայմանագիրը համարում է օդում խոսակցություն։ Խաղաղություն պետք է լինի, խաղաղությունը ոչ թե Ալիևի հետ պայմանավորվեն, բանավոր պայմանավորվեն, գրավոր ցույց տվեք, թող ցույց տան մի հատ, տպեն, ժողովրդին ցույց տան, որն է խաղաղությունը։ Այսօր մեր ասենք թե տղաները, զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են ու մենք խաղաղություն ենք վերել։ Ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքեր նստած թելադրանքով մենք այդ բանի պես ապրում ենք, որ երբ ինչ պետք է ասեն, ինչ բաժնեն, կատարենք, եթե չէ պատերազմը։ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը նախորդ 2021 ընտրություններում էլ էր պայքարում, բայց ակտիվ քարոզարշավ չէին անում ու նվազագույն շեմն էլ չհաղթարեցին։ Այս անգամ ակտիվ են, ցուցակը նորից գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուի անուն մինչև հիմա չեն նշում։ Քաղաքական նորակարգ է մտել նաև տասնամյակներով փակ հայ-թուրքական սահմանի բացման թեման։ Այսօր դեպի Թուրքիա-Հայաստանի վերջին բնակավայրում Մարգարայում Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդը ներկայացրել է իր տեսակետը սահմանի հնարավոր բացման վերաբերյալ, ընդգծելով, որ Հայաստանը պետք է ոչ միայն պատրաստ լինի այլ քայլին, այլև ունենա պաշտպանական օրենսդրական մեխանիզմներ։ Մենք գտնվում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին։ Հայ-թուրքական սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի դրա բացմանը։ Այսօր Մարգարա սահմանային բնակավայրից հայտարարեց Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ Ոչ մի ուժ Հայաստանը չի պատրաստել, չի պատրաստում եւ չունի նախագծեր, չունի պլաններ մեզ պատրաստելու այս սահմանի բացմանը, որը պնդում ենք, որ վաղ թե ուշ այո բացվելու է։ Սակայն մենք հավելյալ որևէ նվաստացուցիչ զիջման նաև չենք գնալու այս սահմանի բացման համար։ Հենց Մարգարայում է ցամաքային անցակետը, որը չնայած վերանորոգված պատրաստ է գործարկմանը, բայց սահմանի այն կողմում իրենց Ալիջանի անցակետը բացել դեռ չեն շտապում։ Իսկ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների առջև ամենասեղմ ժամկետներում բացելու պայմանավորվածությունը Երևանն ու Անկարան ձեռք էին բերել դեռ 2022 թվականին, 4 տարի առաջ։ ԼՀԿ առաջնորդը նկատեց, թեև հայկական կողմն ամեն ինչ արել է սահմանի բացման համար, միևնույնն է, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան գործընթացով։
Ադրբեջանի պահանջները չեն վերջանում, անդադար այդ պայմանները ավելանում են եւ այս սահմանն չի բացվում։ Պատասխանատվությունը բարդում են մեր վրա, այ եթե մենք խելոք պահենք, սահմանը կբացվի։ Սահմանը խելոք մնալով չի բացվում, պարոն Մարուկյան։ Սա պետք է մարդկանց բացատրել։ Մեր երկխոսությունը հասունացած է այնքան։ Մինչդեռ 2 օր առաջ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե հայ-թուրքական երկխոսությունն այնքան է հասունացել, որ ցանկացած պահի կարող է լինել ամբողջական կարգավորում, ընդ որում լուրջ տնտեսական ձեռքբերումներով։ Մեր երկխոսությունը հասունացած է այնքան Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացում, որ ցանկացած պահ արդեն կարող ենք ունենալ նույնիսկ ամբողջական կարգավորում։ Թե որքանով այս հայտարարությունները կյանքի կկոչվեն, դեռ հայտնի չէ։ Մինչ այդ լուսավորի ընտրական ցուցակում ընդգրկված Կարպիս Փաշոյանը պնդում է, թե հայ-թուրքական հարաբերությունների նշանակությունը չափազանցված է։ Ըստ նրա, սահմանը կարող էր բանակցային կարևոր գործոն լինել, քանի դեռ Արցախն ու հարակից 7 շրջանները հայկական կողմի վերահսկողության տակ էին։ Նախկինում սահմանի բացման պայմանը Արցախն էր, այժմ Թուրքիան նոր պահանջներ է դնում։ Այն ժամանակ թուրքերը ասում են 4 գյուղ տվեք, սահմանը բացենք։ Հիմա ամբողջն ենք տվել, ամբողջ Արցախը տվել ենք, բայց ինչի չեն բացում, որովհետև հայ քաղաքական հանճարեղ միտքը նորից այդ ֆռիկների մեջ է էլի մտնում, չի ուզում հասկանա, որ հայ-թուրքական հարաբերությունները արկախված են հայ-ադրբեջանական հարաբերություններից։ Մեզ թվում է, թե մենք կարող ենք սեպ խրել երկու թուրքական պետությունների միջև, որ Թուրքիան որպես մեծ եղբայր հավասարության նշան դնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այդպես չի լինում, Փաշոյանն անհարկի է համարում հարցին աշխարհաքաղաքական բովանդակություն տալն ու հայ-թուրքական հարաբերությունները հայ-ռուսականին հակադրելը։ Ոչ մի տնտեսական թռիչք կամ քաղաքական ինքնիշխանություն պետք չէ ակնկալել, ասում է նա։ Ոչ մի նման արդյունք, տնտեսական թռիչք, քաղաքական ինքնիշխանություն պետք չի ակնկալել եւ ընդհանրապես ես հավատարիմ եմ մնում են համոզմանը, որ մենք չպետք է մեր ինքնիշխանությունը պայմանավորենք աշխարհաքաղաքական դերակատարների հարաբերություններից, այսինքն մեր փոքրիկ քիթը չպետք է մտցնենք ռուս-թուրքական հարաբերությունների մեջ, որովհետև դեռ մեզ ոչինչ չի կարող սպասել աղետից բացի։ Խորհրդարան անցնելու դեպքում Լուսավոր Հայաստանը խոստանում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որ ըստ Էդմոն Մարուկյանի կպաշտպանի Հայաստանցուն, հատկապես սահմանակից Արմավիրի մարզի բնակիչներին, ինչպես նաև երկրի տնտեսությունը, անշարժ գույքի շուկան, արժեթղթերն ու ռազմավարական օբյեկտները։ Մարուկյանը հիշեցրեց Հայաստանի քաղաքացիները Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերելու սահմանափակումներ ունեն։ Նույնը պետք է գործի նաև Թուրքիայի քաղաքացիների համար Հայաստանում։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող մեր ռազմավարական օբյեկտներն ու ինստիտուտները դնել վտանգի տակ, եւ ահա սրա համար է նաեւ, որ շատ կարեւոր է, որ մեր տնտեսվարողը գյուղացին, ջերմոցային տնտեսություններ ունեցողները, գործարարները, ովքեր որ որևէ կերպ զբաղված են այստեղ բիզնեսով, այս մարզում հիմնականում նաեւ լինեն պաշտպանված։ Մենք չենք պատրաստվում զիջել մեր արժանապատվությունը, մեր ինքնասիրությունը, մեր ազգային արժեքները, ինչա թե սահմանը բացվի։ Այն ինչ որ պետքա տրվել, արդեն տրվել է, թող բացվի։ Եթե չի բացվում, ուրեմն թող չբացվի։ Լավ ձևակերպում էր։ Հայ-թուրքական սահմանը փակ է 90-ականների սկզբից։ Մայիսի սկզբին Երևան ժամանած թուրք բանագնաց Սերդար Քլեչը հրաժարվել էր ասել, թե Անկարան երբ է նախատեսում բացել Հայաստանի հետ սահմանը։ Հունիսի 7-ի ընտրությունները գոնե մեկ բանով ոչնչով չեն տարբերվում նախորդ բոլոր ընտրություններից, առատ խոստումներով, որոնք դրոշի պես փոխանցվում են։ Շատ հաճախ էլ այդ խոստումները մնում են միայն թղթի վրա։ Այս անգամ էլ քարոզարշավի ընթացքում սոցիալական տնտեսական խոստումների պակաս չկա, աղքատության կրճատումից մինչև տնտեսության կտրուկ աճ։ Իսկ որքանով են իրատեսական այդ շռայլ խոսքերը, սա փորձել է պարզել Ռոբերտ Զարգարյանը։ Հայաստանցիների սոցիալական վիճակը զգալիորեն բարելավելու խոստումներ խորհրդարանական ընտրություններից առաջ։ Որոշ քաղաքական ուժեր խոստանում են անգամ երկնքից աստղեր իջեցնել ու այնպիսի արդյունքների հասնել, որոնք նույնիսկ ամենազարգացած երկրներին չի հաջողվել։ Նախ սակայն իշխանությունների մասին, որոնք 5 տարվա ընթացքում այդպես էլ չկատարեցին քաղաքացիներին տված սոցիալական մի շարք հիմնական խոստումներն ու իրենց իսկ ընդունած ծրագրի բազմաթիվ առանցքային դրույթներ։ Հայաստանում աղքատություն կա միայն հետևյալ պատճառով։
աղքատ չլինելու հմտությունների բացակայության պատճառ։ Փաշինյանի կաբինետին չի հաջողվել ոչ աղքատության, ոչ էլ գործազրկության մակարդակը իրենց խոստացածով նվազեցնել։ 2021-ին ծրագրել էին 5 տարիների ընթացքում աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել, մինչդեռ հաջողվեց այն կրճատել ընդամենը մի քանի տոկոսային կետով։ 2021-ին այն 26.5% էր կազմել։ 2024-ի տվյալները ներկայացնող հրապարակված վերջին թվերով այն նվազել է մինչև 21.7%։ Պաշտոնական ամենաթարմ վիճակագրությամբ քաղաքացիական պայմանագրին չի հաջողվել հաղթահարել նաև ծայրահեղ աղքատությունը։ Ավելի քան 30,000 մարդ բավարար մթերք ձեռք բերել չի կարողանում։ Թերսնված է։ Փաշինյանի թիմը խոստացել էր գործազրկության մակարդակը նվազեցնել 10%-ի շեմից։ Այս խնդիրն էլ չի լուծվել։ Վերջին տվյալներով այն այժմ 12.8% է կազմում։ Հայաստանի Հանրապետությունում այլևս աղքատության պատճառն չի, որ աշխատատեղ չկա։ Չկա, այդ խնդրեմ վաղուց վերացված է։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագրում այժմ ավելի համեստ թվեր են երևում։ Խոստանում են հաջորդ 5 տարիների ընթացքում աղքատության մակարդակը նվազեցնել 5%-ով ու տարեկան առնվազն 25,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Ես վստահ եմ, իմ ասած 24 ժամյա աշխատանքի ռեժիմով մենք կարող ենք կարճ ժամանակում ունենալ առանց աղքատության երկիր։ Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան դաշինքը նախընտրական ծրագրում ոչ ավելի, ոչ պակաս երեխա ունեցող ընտանիքների ու պետական ոլորտում աշխատողների շրջանում աղքատության վերացման մասին է հայտարարում։ Այս ուժը պնդում է, թե այսպիսով կարող են մի այնպիսի խնդիր լուծել, ինչը չի ստացվել նույնիսկ սոցիալապես ամենաապահով երկրներում՝ Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում, Ավստրիայում եւ այսպես շարունակ։ Այս հարցերը ես համարում եմ իմ պատվի խնդիրը։ Մենք պետք է ամեն ինչ անենք շատ արագ այս հարցերի լուծում տանք։ Ծրագիրներ կա, հնարավորություններ կա, թիմներ կա, մարդիկ էլ կան։ Այսօր ինչ որ գործ ձեռնարկվես, պետք է 100% ճիշտ մարդկանց հետ, ճիշտ մասնակիցների հաշվարկած լինես, որ ինչ ես անելու, դրա դիմաց ինչ ես ստանալու։ Որ ասեմ անմիջապես 3 ամսվա ընթացքում բոլորի կյանքը կփոխվի։ Ապանան մասնակցեք ընտրություններին։ Գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստանի նախընտրական ծրագիրը առանցին որևէ կայքում հրապարակված չգտանք։ Ինչպես ասում են, հին ձևերով փորձենք։ Քարոզչական թրուցիկում աղքատության մակարդակի նվազեցման մասին դրույթ չկա, սակայն Ծառուկյանն ու իր թիմը սոցիալական մի շարք այլ խոստումներ են տալիս։ Օրինակ խոստանում են նվազագույն կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին։ Այս պահի դրությամբ նվազագույն կենսաթոշակը պետք է առնվազն 60%-ով ավելացնել այդ խոստումն իրականացնելու համար։ Թե ինչ աղբյուրներից են ֆինանսավորելու այս չափ ավելացումը, պարզաբանումներ չկան։ Մեկ այլ դրույթով Բարգավաճ Հայաստանը մի այնպիսի տնտեսական խոստում է տալիս, որի նմանը 20-րդ դարի երկրորդ կեսից հետո նույնիսկ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Սինգապուրը, Ճապոնիան, Գերմանիան, Հնդկաստանը եւ այլ տասնյակ զարգացած ու զարգացող երկրներ չեն տեսել։ Խոստանում են 5 տարիների ընթացքում Հայաստանի համախառն ներքին արդյունքը եռապատկել, այսինքն ամբողջ տնտեսությունը 3 անգամ մեծացնել։ Այսօր իրոք խնդիրները շատ են։ Որոշ բաներ կա, որ պետք է մենք ավելացնենք ծրագրերի մեջ։ Դե Ծառուկյանը վստահ է, որ իր կապերով կկարողանա մեկ սեղանի շուրջ համախմբել Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին ու Չինաստանին։ Սա ինչ է որ չանի։ Մենք տարեկան կստեղծենք, դա արդեն հայտարարվել է, 35-ից 45,000 նոր աշխատատեղեր։ Այնքան ժամանակ մինչև գործազրկության մակարդակը կիջնի մինչև 5-6%, այսօրվա 14%-ի փոխարեն։ Սա ի վիճակի ենք մենք անել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքի տնտեսական խոստումները ընդդիմադիր հիմնական մյուս մրցակիցների համեմատ ավելի համեստ են։ Նրանք նույնպես աղքատության մակարդակը նվազեցնելու ուղիղ հայտարարություններ չեն անում։ Փոխարենը խոստանում են միանգամից 50%-ով բարձրացնել կենսաթոշակները, ինդեքսավորել դրանք, 2 անգամ կրճատել գործազրկության մակարդակն ու ձմռան ամիսներին փոխհատուցել միայնակ թոշակառուների գազի ու հոսանքի սպառման բոլոր ծախսերը։ Թե ինչպես են միանգամից այդքան ծրագրեր ֆինանսավորելու, Քոչարյանի գլխավորած ուժի նախընտրական ծրագրում չգտանք։ Իմ ամենից ուժեղ կողմն է, երբ ես իշխանության եմ եղել։ Չխաբել։ Դուք չեք գտնի որևէ մի խոստում,
իմ նախագահության ժամանակ, որը կատարված չլիներ։ Երկրորդ նախագահի այս խոսքերն իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ 2003-ի նախագահական ընտրություններին ընդառաջ նա խոստանում էր տարեկան 30-ից 40 հազար նոր աշխատատեղ բացել։ 2007-ի վերջում նրա նախագահության երկրորդ շրջանի ավարտին Հայաստանում աշխատողների թիվն ավելի փոքր է եղել։ Իսկ ինչ են առաջարկում մյուս ուժերը, Հայ ազգային կոնգրես օրինակն ընդգծում է այս ապրիլից կենսաթոշակները 10,000 դրամով բարձրացան հանրության ճնշման արդյունքում։ Իրենք խոստանում են պետական բյուջեն այնպես կառավարել, որ հնարավոր լինի դրանք ևս 10,000 դրամով բարձրացնել։ Բացի այդ, խոստանում են նաև միջին կենսաթոշակների աճը կապել միջին աշխատավարձի բարձրացման հետ։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի առաջնորդած Միասնության թևեր կուսակցությունը ոչ թե 5, այլ միանգամից 10 տարվա խոստում է տալիս։ Հայտարարում են, թե 10 տարում 40%-ով նվազեցնելու են աղքատության մակարդակը։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցող մի շարք ուժեր սոցիալ-տնտեսական հստակ ու համադրելի խոստումներ առայժմ չեն տվել։ Նրանց նախընտրական ծրագրերում այդպիսի կետեր չեն գտնում։ Ռուսաստանը հայտարարում է, թե ուժեղացրել է Հայաստանից ներմուծվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը։ Ռոսելխոզնադզորը պատրաստվում է ստուգել մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց արտադրանքի առաքումը Ռուսաստան նախկինում կասեցվել էր, ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով։ Ռուսական կողմը միաժամանակ մտահոգություն է հայտնել, թե վերջին շրջանում Հայաստանից ներմուծվող արտադրանքում ավելի հաճախ են հայտնաբերվում արգելված օրգանիզմներ եւ հավելել պայմանավորվածություն կա, որ Ռոսելխոզնադզորը ստուգումներ կանցկացնի հայաստանյան ձեռնարկություններում։ Կառույցը նաեւ հայտնում է, որ հայկական կողմը զրույցի ընթացքում ընդունել է, որ դժվար է իրականացնել ապրանքների հետագծելիությունը, ինչպես նաեւ բուսասանիտարական վերահսկողությունը եւ եզրահանգել սա վկայում է հանրապետության իրավասու մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին եւ նաեւ անվստահություն է առաջացնում Ռոսելխոզնադզորի կողմից Ռուսաստան արտահանվող արտադրանքի հավաստագրման համակարգի նկատմամբ։ Անասնաբուժական փաստաթղթերում հայտարարագրված ծիածանափայլ կարմրախայտը ձևաբանական բնութագրերով չէր համապատասխանում ներմուծված ապրանքին։ Անբնականորեն ծանր էր կշռում, ավելի քան 5.5 կիլոգրամ։ Սա ցույց է տալիս, որ ձուկը սաղմոնների ընտանիքից էր կամ այլ տեսակի կարմրախայտ։ Սաղմոնի բուծումն ու վաճառքը որպես կանոն գալիս է եվրոպական երկրներից եւ ենթակա է սահմանափակումների։ Իդեպ վերջին շրջանում պարբերաբար են խնդիրներ ծագում Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքաշրջանառությունում։ Դրանք հաճախ համընկնում են երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության հետ, որը կապված է Հայաստանի Եվրամիություն հարաբերությունների սերտացման հետ։ Երեկ էլ Ռուսաստանի արտգործնախարարն է հայտարարել, թե Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ այդպես Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր օգուտները։ Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվայի եւ Երևանի միջև հարաբերությունները կքննարկվեն մայիսի վերջին Ղազախստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, որին Հայաստանի վարչապետը չի կարողանա մասնակցել։ Պաշտոնական Երևանը մինչդեռ պնդում է, որ դեռ մտադիր չէ լքել Եվրասիական տնտեսական միությունը եւ Ռուսաստանի շահերը վնասելու նպատակ չունի։ Ծագած խնդիրներն էլ ընթացիկ են, որոնք լուծվում են։ New York Times-ը վկայակոչերով ամերիկյան եւ մերձավոր արևելյան պաշտոնյաների շրջանում իր աղբյուրները գրում է, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ինտենսիվ նախապատրաստվում են Իրանի դեմ պատերազմը արդեն հաջորդ շաբաթ վերսկսելուն։ Դիտարկվող տարբերակների թվում են Իրանի ռազմական օբյեկտների եւ ենթակառուցվածքների ավելի մասշտաբային ռմբակոծությունները, ինչպես նաեւ հնարավոր ցամաքային գործողությունը հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ ստորգետնյա միջուկային օբյեկտներում հարստացված ուրան փնտրելու համար։ Գրում են նաև, որ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն Չինաստանից վերադարձին լրագրողներին ասել է, որ դժգոհ է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկից։ Թեհրանում արդեն հայտարարել են, որ պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիայի։ Իսկ Վաշինգտոնում երկու օր շարունակված բանակցությունների արդյունքում Իսրայելը եւ Լիբանանը համաձայնել են 45 օրով երկարաձգել հրադադարը եւ շարունակել հանդիպումները առաջիկա շաբաթներին։ X-ում Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը բանակցությունները շատ արդյունավետ է որակել։ Լիբանանյան եւ իսրայելյան պատվիրակությունները եւս դրական են արտահայտվել դրանց վերաբերյալ։
Սա պատվիրակությունների երրորդ հանդիպումներ Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ օդային հարվածները սկսելուց ի վեր, որոնք հաջորդեցին Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլահ խմբավորման կողմից մարտի 2-ին Իսրայելի վրա հրթիռներ արձակելուն։ Լիբանանում պատերազմի հետևանքով 2700-ից ավելի մարդ է զոհվել, վիրավորվել է շուրջ 8300-ը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 19-ից 20-ը կայցելի Չինաստան, լուրը հաղորդում է Կրեմլը։ Հիշեցնենք այս շաբաթ Պեկին էր այցելել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպը։ Փաստորեն Չինաստանը դառնում է մի վայր, որտեղ մեկ ամսվա ընթացքում երկու գերպետության ղեկավար է այցելում։ Ռուսական կողմի հաղորդմամբ հաջորդ շաբաթ Պեկինում Պուտինը եւ Սի Ցզինփինը կքննարկեն երկկողմ հարաբերությունների հարցեր, Ռուսաստանի եւ Չինաստանի միջև գործընկերության եւ ռազմավարական փոխգործողության հետագա խորացման ուղիներ։ Մտքեր կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ, փաստաթղթեր կստորագրեն նաեւ։ Իսկ Չինաստանից վերադարձած Միացյալ Նահանգների նախագահը իր երկօրյա այցը հսկայական հաջողություն է համարել։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով կողմերը հրաշալի առևտրային համաձայնություն են ձեռք բերել, մասնավորապես էներգիայի եւ գյուղատնտեսության ոլորտում։ Սա վերջին 9 տարում Ամերիկայի առաջնորդի առաջին այցն է Պեկին։ Երկու երկրները լարված հարաբերություններ ունեն։ Չինաստանը Ռուսաստանի մերձավոր գործընկերն է, Միացյալ Նահանգների տնտեսական մրցակիցը։ Նախագահ Սի Ցզինփինի հետ բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, թե Չինաստանը համաձայնել է ավելի քան 200 Boeing եւ եւս 750 այլ ինքնաթիռ գնել, ինչպես նաև 450 շարժիչ ամերիկյան General Electric-ից։ Շատ բաներ են տեղի ունեցել ու շուտով կլսեք դրանց մասին, բայց պետք է ասեմ, որ հսկայական հաջողություն ունենք։ Կարծում եմ, սա պատմական պահ է։ FIFA-ի գլխավոր քարտուղարն այսօր Ստամբուլում կհանդիպի Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաների հետ առաջիկա աշխարհի առաջնությանը այդ երկրի հավաքականի մասնակցությունը քննարկելու համար։ Աշխարհի գավաթի խաղերը կմեկնարկեն հունիսի 11-ից եւ կշարունակվեն մինչեւ հուլիսի 19 Միացյալ Նահանգներում, կանադայում եւ Մեքսիկայում։ Իրանի հավաքականի խմբային փուլի բոլոր 3 խաղերը նախատեսված են Ամերիկայի տարածքում, սակայն թիմի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ է փետրվարի վերջին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։ Շարունակեք հետևել լուրերին, այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն էինք, նախատեսել հաջողություն։